Երևանում անցկացվում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գյուղատնտեսական ոլորտում կենսաբազմազանության ինտեգրման վերաբերյալ երրորդ տարածաշրջանային երկխոսությունը։ Միջոցառման նպատակն է օգնել երկրներին արագացնել կենսաբազմազանության ներառումը գյուղատնտեսական համակարգերում, նպաստել Կունմինգ Մոնրեալ շրջանակով ստանձնած պարտավորությունների կատարմանը և աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստական աշխատանքներում։ Հայաստանում COP17-ի անցկացումը հնարավորություն կտա ձեր երկրին ցույց տալու իր դիրքը միջազգային ասպարեզում, քանի որ Երևանը ժամանելու կենսաբազմազանության ոլորտի պատասխանատուները գնահատելու համաշխարհային նպատակների կատարման ընթացքը։ Այլ կերպ ասած, պետություններն իրենց հաշվետվությունները ՄԱԿ-ին ներկայացնելու են Հայաստանում։ Միջոցառումը կազմակերպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը։ Ռայմունդ Ելեի խոսքով կայուն գյուղատնտեսական համակարգերը օգնում են կանխել կենսաբազմազանության կորուստը և միաժամանակ ապահովում են մարդկանց սնունդը, պարենային անվտանգությունը և կլիմային դիմակայունությունը։ Մեր գնահատմամբ կարևոր է բարձրացնել իրազեկվածության մակարդակը ագրոկենսաբազմազանությունը գյուղատնտեսական արտադրության մեջ ներառելու համար։ Երկարաժամկետ պարենային անվտանգություն ապահովելու համար Հայաստանը պետք է արդյունավետ օգտագործի իր հարուստ կենսաբազմազանությունը, քանի որ սննդակարգերի և սննդի բազմազանությունը անմիջապես կապված է կենսաբազմազանության հետ։ Օրակարգում է նաև կենսաբազմազանության ազգային ռազմավարության որոշ կետերի վերանայման հարցը այն գլոբալ կոնվենցիայի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Քննարկվում են նաև կլիմայական պարտավորությունները, հողային և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, որոնք կարևոր են բնակչության առողջության և պարենային ապահովության համար։ Կարևորվում է ինտեգրված կառավարմանն անցնելու անհրաժեշտությունը։ Մեր հաստատությունները, նախարարությունները կամ կազմակերպությունները հաճախ գործում են նեղ ոլորտային առաջնահերթություններով, եւ այս առաջնահերթությունների շղթայում երբեմն խախտվում են դրանց միջև փոխհամագործակցության կապերը եւ արդյունքում տուժում է շրջակա միջավայրը։ Կենսաբազմազանությունը լայն ոլորտ է, որի առանցքային բաղադրիչներից մեկը ագրոկենսաբազմազանությունն է, այն երկրի գյուղատնտեսության զարգացման եւ պարենային ինքնաբավության բարձրացման հիմքերից է։ Պահպանությունը առաջին խնդիրն է կենսաբազմազանության ոլորտում, իսկ երկրորդ կարևոր խնդիրն է դրանց կայուն օգտագործելը։ Այսինքն օգտագործել այնպես, որ չվնասել եւ նպաստել նրանց հետագա զարգացմանը։ Երևան ժամանած պատվիրակությունը COP17-ին ընդառաջ հանդիպել է նաև Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։